Շարունակվում է առավոտ լուսոն եւ հիմա ծնողների, տատիկ, պապիկների ուշադրությունն եմ հրավիրում մեր էկրաններին, որովհետեւ խոսելու ենք երեխայի հոգեբանության ձևավորման մի շատ կարեւոր դրվագի մասին, խոսքը պիտակավորման մասին է, թե ինչպես են մեր խոսքերը, մեր արձագանքները ազդում երեխայի վրա, նրա ինքնագնահատականի, ինքնաընկալման եւ գիտակցման վրա։ Մեր հյուրը այսօր Լիլիթ Հարությունյանն է հոգեբան, ում հետ փորձելու ենք պարզել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է առհասարակ ինքնագնահատականը եւ ինչու է այն կարեւոր։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք, ինքնագնահատականը ներկայացնում է մարդու սեփական անձի մասին ունեցած պատկերացումների ամբողջությունը, այսինքն ես ինչպես եմ գնահատում, ինչպես եմ ընկալում սեփական անձս, իմ արտաքինը, իմ կարողությունները, հմտությունները, ինչպես եմ ես սոցիալականացվում այլ անձանց հետ, ինչպես եմ գնահատում իմ գիտելիքների մակարդակը, հնարավորությունները եւ այլն։ Եվ կարեւորությունը ինչումն է, որ այն ազդում է մեր կյանքի ցանկացած ոլորտի վրա, այսինքն սկսած ինքնավստահությունից եւ ինքնուրույնությունից, ցանկացած քայլեր կատարելուց, հենց այստեղ մեծ դեր ունի ինքնագնահատականը, որովհետեւ երբ որ մենք ցանկացած քայլ պետք է կատարենք, այստեղ դիտարկենք բարձր ցածր ինքնագնահատական կամ adekvat ինքնագնահատականը, adekvat ինքնագնահատական ունեցող անձը կարողանում է ճիշտ գնահատել սեփական քայլերը եւ հնարավորությունները, արդյոք այս իրավիճակում ես կարող եմ այս քայլը անել Եվ արդյոք կարող եմ այս խնդիրը հաղթահարել իմ հնարավորություններին համապատասխան։ Սակայն ցածր ինքնագնահատական ունեցող անձինք վախենում են հաճախ սխալվելուց, վախենում են փորձ կատարելուց, adekvat ինքնագնահատականի դեպքում այդ խնդիրը չենք ունենում եւ անձը հստակ քայլեր է կատարում, փորձում է, չի վախենում փորձելուց եւ նաեւ սխալվելուց երբեմն։ Երբ խոսում ենք ինքնագնահատականի մասին, շատերս թերևս լսել ենք թերարժեքության բարդույթը, բայց քչերը գիտեն, որ կա նաև գերարժեքության բարդույթ, այլ կերպ ասած ընդունված տարբերակով, երբ որ մենք մարդուն պիտակավորում ենք գոռոզ, հավանաբար նա ունի գերարժեքության բարդույթ։ Ահա սրանց միջակայքում է գտնվում այն, ինչ որ ասացիք, առողջ ընկալումը, adekvat ընկալումը ինքնագնահատականի, չէ՞։ Այո, adekvat ինքնագնահատականը, այսինքն համարժեք, ինչպիսին որ անձը կա, ինքը այդպիսին էլ իրեն ընկալում եւ գնահատում է, ոչ բարձր, ոչ ցածր։ Այսինքն դուք այստեղ նշեցիք գերարժեքության բարդույթը, բայց ինչ է դա իրենից ներկայացնում, երբ որ անձը ավելի չափազանցված է, այսպես ասած, իր հնարավորությունները ներկայացնում եւ իրեն այդպեսին է գնահատում, սակայն սա եւս գալիս է մանկության հասակից, նորից սպիտակներից, որոնք որ մշտապես մարդուն տրվում են եւ այդ համոզմունքների ամրապնդումից, որոնք որ մանկուց եկել են, տարբեր մարդկանց կողմից կարող են լինել։ Իսկ թերարժեքության բարդույթը եւս պիտակավորման արդյունք է, ինչու որ մեծ մասամբ ծնողներից է գալիս եւ դրա մասին երևի ավելի մանրամասն ընթացքում կխոսենք, ծնողների ազդեցությունը ինչպիսին է լինում։ Մեր շեշտը այո, իրականում հիմա դրված է ծնողների եւ երեխաների հարաբերությունների եւ դրա ճիշտ կարգավորման արդյունքում երեխայի ինքնագնահատականի մասին, բայց մի պահ կանգ առնենք այդ թերարժեքության եւ գերարժեքության վրա, որովհետեւ սովորաբար մենք մտածում ենք, որ թերարժեքությունը մեզ խանգարում է կյանքում առաջ շարժվելուն, նպատակներ ձևավորելուն, սահմանելուն եւ դրանց հասնելուն, ինչով է խանգարում գերարժեքության բարդույթը։ Գերարժեքության բարդույթը, տեսեք, երբ որ մարդը իր մասին ունի չափազանցված ինչ-որ կարծիք, այսպես ասած, ընկալումներ, նա հաճախ չի գնահատում այլ մարդկանց ունակությունները։ Օրինակ, պիտակավորման մասին խոսելիս, երբ որ երեխային մշտապես ասում են՝ դու ամենախելացին ես, եւ երեխայի մոտ ամրապնդվում է հենց այդ տեսակետը, այսպես ասած, իր մասին, ինքը պատկերացնում է, որ ինքը ամենախելացին է եւ ցանկացած միջավայրում ինքը պետք է լավագույնը լինի, այսպես ասած։ Սակայն երբ որ երեխան մտնում է միջավայր երեխաների եւ գիտելիքների ցուցադրման process-ում կարող է լինել, անգամ մեծ հասակում արդեն համալսարանում օրինակ այլ միջավայրում լինելուց, նա ինչ որ բախվում է այնպիսի իրավիճակների, երբ որ այլ մարդիկ ավելի լավ կարողացան այդ խնդիրը հաղթահարել, ավելի ճիշտ այդ հարցերին պատասխանեցին, օրինակ, էլի, եւ հենց բայց իր ընկալման մեջ դա անհնարին երևույթ է, որ իրենից ավելի լավ կարող է։ Իրեն այդպեսին չէր ճանաչում, այսպես ասած, ինքը գիտեր, որ ինքը լավագույնն է լինելու, ինքը մշտապես պետք է հաղթի եւ այլն եւ ճիշտ անի ամեն ինչ, սակայն նա բախվում է հենց այդ խնդրին, որ ոնց կարող է այդպիսի բան լինել, որ հիմա բա ուրիշներն են, բա ես չպիտի լինեի, որովհետեւ ինքը մշտապես դրա
մեջ համոզված էր։ Գալիս ենք դարձյալ պիտակավորմանը եւ թե ինչը տալիս որպես ինքնաընկալման օղակ ծնողը կամ հարազատը եւ այն միջավայրը, որտեղ որ երեխան ձևավորվում է։ Գանք նորից ինքնագնահատականին, ինչպես է այն ձևավորվում եւ որ տարիքում հատկապես երեխան արդեն ունի ձևավորված ինքնագնահատական։ Ինքնագնահատականը ընդհանուր առմամբ փուլային կերպով է ձևավորվում, այսինքն յուրաքանչյուր տարիքում ունի նաեւ ձևավորման առանձնահատկություններ, դեռևս 0-ից մինչև 2 տարեկան ընթացքում հնարավոր է հիմքերը դրվեն ինքնագնահատականի, երբ որ երեխան պարզապես լաց է լինում, ինքը բնականաբար չունի այդ վերլուծական հմտությունները, սակայն երբ որ ինքը լաց է լինում, ինչ-որ բանի պահանջմունք ունի եւ ծնողը պարզապես իրեն ջերմություն եւ սեր է տալիս, նրա մոտ արդեն այդ մանիպուլյացիան է սկսում գործել։ Նաև, բայց նաև իր մոտ այդ անվտանգության զգացողությունն է առաջանում եւ ինքը գիտի, որ պատրաստ են իրեն իր մասին հոգ տանելու։ Այսինքն դա ավելի վաղ շրջանի մասն է խոսում, երբ պետք է արձագանքել երեխայի կարիքին, սիրով եւ հոգատարությամբ։ Երբ որ դա գալիս է հաջորդ փուլ եւ երեխան հասկանում է, որ սա արդեն գործիք է եւ գիտի թե ինչպես է աշխատում իր լացը, ինչ արձագանք է ունեն, որ պահից է պետք կանգ առնել եւ չափավորել այդ սերն ու հոգատարությունը հասկանալով, որ երեխայի մոտ արդեն գնում է քեզ օգտագործելու, քո սերն ու հոգատարությունը որպես ծնողի օգտագործելու ու իր շահերը առաջ տանելու հարցը։ Հենց ամենավաղ տարիքից էլ դա կարելի է բալանսավորել, այսինքն չլինի չափազանցված այդ գերխնամքը, որը որ ծնողները սովորաբար ցուցաբերում են, այսինքն ամեն լացի դեպքում պետք չէ երեխային միշտ գրկել, միշտ այդ ամեն ինչը, որովհետև ջերմությունը միայն գրկելով, միայն այդ պահին արձագանքելով չի լինում, այլ adekvat կոնկրետ իրավիճակին համապատասխան, եթե իսկապես երեխան մեր կարիքը զգում է, մենք իհարկե նրան ձեռք ենք մեկնում, նրա փոխարեն չենք անում ինչ-որ բան, այլ նրան օգնում ենք, որպեսզի կարողանա ինքնուրույն հաղթահարել։ Եվ երեխան, երբ որ տեսնում է ծնողը իր կողքին է ամեն դեպքում եւ անգամ սխալվելու դեպքում ծնողը աջակից է իրեն, նա արդեն չի փորձում ծնողի միջոցով ինչ-որ բանի հասնել, այլ ինքը ինքսեփական ուժերով ավելի վստահ է առաջ շարժվում։ Եվ արդեն մոտավորապես 3 տարեկանի ժամանակ, երբ որ երեխայի մոտ արդեն ինքնագնահատականը այսպես ավելի սկսում է ավելի լավ ձևավորվել, որովհետեւ նաեւ եսն սկսում ձևավորվել, նա արդեն փորձում է իհարկե շատ երեխաներ այդ մանիպուլյացիան եւ այլն ծնողների հետ կարողանում են իրականացնել, սակայն այստեղ եւս ծնողները պետք է սովորեն երեխային նաեւ ինքնուրույն թողնել, որովհետեւ երեխայի գլխավոր պահանջմունքը ինքնուրույնությունն է եւ այստեղ նա կարիք ունի աջակցի, ոչ թե իր փոխարեն անողի եւ անգամ երեխաներն էլ հրաժարվում են շատ ժամանակ, ծնողները չէ փորձում են երեխայի փոխարեն անել, դու փոքր ես, ես կանեմ, բայց ամեն դեպքում պետք է երեխային թողնենք, որ նա սովորի, որովհետեւ դա հենց տարիքի առանձնահատկություն է եւ եթե այդ տարիքում մենք դա կոտրում, արդեն հետագայում դժվար է լինում առանց ծնողի ինչ-որ քայլ կատարելը եւ երեխան կարիք է ունենում ինչ-որ նաև մանիպուլյացիաների, որպեսզի կարողանա ավելի հեշտ իր նպատակին հասնել, իր ցանկացածը անել։ Այսինքն գալիս ենք դարձյալ նրան, որ ծնողավարությունը թերևս ամենաբարդ մասնագիտությունն է եւ պետք է կարողանալ տիրապետել երեխայի ձևավորման բոլոր փուլերի առանձնահատկություններին, ճիշտ արձագանքելու, ճիշտ ուղղորդելու համար եւ որ պահից սկսած կարող է ծնողի խոսքը եւ այդ պիտակավորումը լավ կամ վատ ազդել երեխայի ինքնագնահատականի վրա, որը որ հետո կարող է ամբողջ կյանքում հետապնդել իրեն։ Հենց վաղ հասակից, երբ որ երեխայի եսը արդեն սկսում է ձևավորվել, ծնողներն էլ ինչ-որ նաև պիտակներ սկսում են երեխայի հասցեին ասել, այսինքն դա կլինի դրական թե բացասական, ծնողները փորձում են եւ անգամ դրական պիտակավորումը, որը որ թվում է թե միշտ ինչ-որ լավ նպատակով է արվում եւ այլն, բացասաբար կարող է ազդել երեխայի հետագա կյանքի վրա եւ կյանքի որակի վրա, եւ պիտակները այնքանով են ազդում երեխայի վրա, որ ամրապնդվում է երեխայի հոգեկանում, գիտակցական մակարդակում եւ երեխան իր քայլերը եւ այլն կատարում է արդեն ըստ այդ պիտակների։ Օրինակ, եթե ծնողը ասում է, որ դու չար ես, դու անկառավարելի ես, դու ոչինչ չգիտես, չես կարողանում եւ այլն, երեխան արդեն իրեն, այսպես ասած, համոզված է, որ հենց այդպիսին է ինքը, որովհետեւ հենց վաղ հասակից մենք գիտենք, երեխան սկսում է ծնողին հարցեր տալ, որովհետև իր ամենահեղինակավոր անձը, ամեն ինչ իմացող, այսպես ասած, անձը հենց ծնողն է, մայրիկը այս դեպքում կամ հայրիկը,
Եվ երբ որ նա օրինակ հարցնում է մայրիկ, ես աղջիկ եմ թե տղա, հենց այդ հարցը օրինակ, ասում է դու աղջիկ ես, վերջ, ինքը համոզված է, որ ինքը աղջիկ է եւ ոչ մեկ իրեն չի կարող հակառակը համոզել։ Կամ մայրիկ, ես այս ինչ բանը, այս ինչ է եւ այլն, հենց մայրիկն է պատասխանում հարցին եւ ինքը համոզված է, որ դա ճիշտ է։ Հետևաբար, եթե ծնողը երեխային ասում է, որ դու չար ես, դու էսպիսին ես, դու խելացի ես, դու լավն ես, հենց ինքը շարունակում է այդ ամեն ինչին էլ ինքը շատ լավ հավատում է, այսպես ասած, եւ շատ կարևոր է ճիշտ խոսքեր ընտրել նաև երեխային ասելու համար, որպեսզի մենք չձևավորենք այնպիսի ինքնագնահատական, որը որ հետագայում նաև խնդիր է առաջացնելու։ Խնդիր կարող է դառնալ։ Հնարավոր է արդյոք այդ ինքնագնահատականը, որը որ արդեն ձևավորված է, մեծ հասուն տարիքում փոփոխել, դա փոփոխման ենթակա երևույթ է, թե ոչ։ Ընդհանուր առմամբ, երբ ունենում ենք արդեն ձևավորված ինքնագնահատական, ինքը լինում է հաստատուն այսպես, բայց շատ կայուն չի լինում, որովհետև հնարավոր է փոփոխման ենթարկվի, այստեղ շատ կարևոր է նաև անձնական փորձառությունը։ Այսինքն, երբ որ մենք դուրս ենք գալիս մեր ունեցած այդ գաղափարից, որ ես այսպիսին եմ ու վերջ, մենք արդեն տեսնում ենք իրավիճակը դրսից եւ կարողանում ենք դրա վրա ինչ-որ ազդեցություն ունենալ։ Այսինքն, եթե ես գիտեմ, որ այսինչ բանը չեմ կարողանա անել, ինչու չփորձեմ։ Հնարավոր է, որ դա ինձ մոտ ստացվի որոշակի ջանքեր գործադրելով։ Ես գիտեմ արդեն, որ չեմ կարողանում, բայց եթե ստացվի, կշահեմ։ Այո, հենց դա է բացասաբար ազդում անձի վրա, որ մտածում եմ, որ ես չեմ կարողանա եւ վերջ, բայց երբ որ փորձում են եւ տեսնում են, որ ստացվում է, իրենց մասին պատկերացումը արդեն սկսում է փոխվել։ Հետևաբար նաեւ ինքնագնահատականը փոխվում է եւ նրանք հասկանում են, որ ես ունակ եմ ավելիին, քան իմ մասին պատկերացնում էի։ Եվ վերջում ուզում եմ հասկանալ, ինչպես է պետք աշխատել երեխայի հետ տանը, այս ամենը վերցնելուց, հասկանալուց հետո, որպեսզի դրսի միջավայրում կլինի դա մանկապարտեզը, դպրոցը, հետո պատանեկության շրջանը, միջավայրը չազդի ինքնագնահատականի վրա, որովհետև դա եւս մի բարդ փուլ է։ Իհարկե, այստեղ խոսում ենք հենց adekvat ինքնագնահատական ձևավորելու վրա, համենայն դեպս փորձելու վրա, որովհետև մենք չենք կարող կանխատեսել, թե մեր քայլերը ինչպես կազդեն երեխայի վրա, ամեն դեպքում պետք է փորձի ծնողը չպիտակավորել կամ չափազանց ինչ-որ պիտակներ երեխային չտալ, դու ամենախելացին ես, ինչ-որ գեր, ինչ-որ բաներով երեխային, այսպես ասած, չսնել, սակայն տա adekvat եւ հնարավորինս այսպես ընդհանրական բնութագրեր երեխայի կարողություններին եւ հատկություններին, չհամեմատի այլ երեխաների հետ, որովհետեւ երեխաների համար շատ ցավալի է եւ շատ նաեւ ազդում է նրանց ինքնագնահատականի վրա, երբ որ իրենց համեմատում են ուրիշների հետ, այլ նրանք ավելի շատ կարիք ունեն ընդունված լինելու եւ սիրված լինելու եւ իմանալու, որ ծնողը ցանկացած դեպքում, անգամ եթե իրենք սխալ ընտրություններ կկատարեն, սխալ քայլեր կկատարեն, ծնողը ամեն դեպքում շարունակելու է իրեն սիրել։ Նա պետք է այդ ամեն ինչում վստահ լինի։ Հաճախ ծնողները նաև վախեցնում են երեխային, որ ես քեզ չեմ սիրի, եթե այսպես անես եւ այլն, բայց դա բնականաբար սխալ մոտեցում է եւ երեխան պետք է մշտապես վստահ լինի, որ ինքը ցանկացած ընտրության դեպքում էլ ունի աջակից եւ ով որ իրեն չի քննադատելու ամենակարևորը եւ իր կողքին է լինելու քննարկելու այն հարցերը, որոնք իրեն անհանգստացնում են։ Շնորհակալություն Լիլիթ, հուսամ, որ մենք երկուսով կարողացանք այսպես բովանդակ կերպով մատուցել մեր ծնողներին, որ ինչպես կարող են օգնել, օգտակար լինել եւ չխանգարել իրենց երեխաներին։ Մենք շարունակում ենք եթերը եւ մի մոռացեք սիրելի ծնողներ, որ երեխայի ապագայում հաջողումը կամ անհաջողումը շատ ուղիղ կապված է նրա հետ, թե որքան եք դուք տիրապետում ծնողավարությանը, որքան լավ եք հասկանում ձևավորման եւ զարգացման բոլոր փուլերի նրբությունները։ Երաժշտություն մեր եթերում։